Սա կարելի ասել ամենակարևոր քաղաքական արդյունքն էր այս հանդիպման։ Եվ երկրորդը, որը մեզ է հետաքրքրում, իհարկե Մերկելի այդ հիշարժան հայտարարությունն էր։ Մեկնաբանելով այդ հայտարարությունը, ես կարծում եմ առաջին հերթին պետք է նշենք այն հանգամանքը, որ հայտարարությունը արվում է մի երկրի ղեկավարի կողմից, որը այդ երկիրը խիզախություն է ունեցել ընդունել իր հանցագործությունը, ցեղասպանության հրաժողովրդի դեմ ուղղված հոլոկոստի ընթացքում ուղղված հանցագործությունը եւ դատապարտել եւ կարողացել է ոչ միայն ընդունել եւ դատապարտել, այլ գերմանական հասարակությունն է փաստորեն այդ մեղքի զգացողությունից վերցնելով իր վրա կամաց ազատվել եւ Մերկելի կոչը հորդորը քննադատությունը, որ ուղղված էր Էրդողանին եւ ընդհանրապես Թուրքիայի կառավարող շրջանակներին, որ նրանք չեն կարողանում վերցնել այդ մեղքը իրենց վրա հանցագործության համար, դա շատ այսպես կարևոր է, որտեղ թուրքական եւ պետությունը եւ հասարակությունը չկարողանալով իր մեջ ուժ չգտնելով դատապարտել ցեղասպանությունը, ըստ էության նույնացնում են իրենց հանցագործների հետ, որոնք սրանից մոտ 100 տարի առաջ իրականացրեցին այդ ծանրագույն հանցագործությունը եւ հայ ժողովրդի դեմ եւ մարդկության դեմ։ Այնպես որ այս հայտարարությունը Մերկելի հայտարարությունը ծանրակշիռ մեղադրանք է Թուրքիայի քաղաքական շրջանակներին ուղղված առաջին հերթին։ Եվ ես կարծում եմ, որ այս հայտարարությունը Մերկելի վկայում է նաև այն մասին, որ Գերմանիայի հասարակական կարծիքը իմ կարծիքով կամաց մոտենում է դեպի այսպես նոր բանաձևի ներկայացում Բունդեստագում, որտեղ ավելի հստակ կնշվի եւ հանցագործը եւ հանցագործությունը եւ կդատապարտվի հանցագործությունը 15 թվականի ցեղասպանությունն է, ես նկատի ունեմ եւ 2005 թվականի բանաձևը, որ ընդունվեց Բունդեստագի կողմից, այսպես լղոզված էր։ Եվ Գերմանիայում, ինչպես մենք կարող ենք դատել ոչ միայն Մերկելի հայտարարությունից, այլ նաև մի շարք այլ քաղաքական գործիչների հայտարարություններից, կամաց ուժեղանում է զգացողությունը, որ անհրաժեշտ է, որ Գերմանիան ավելի հստակ արտահայտի իր դիրքորոշումը 15 թվականի հայոց ցեղասպանության նկատմամբ։ Մանավանդ, որ Գերմանիայում շատ լրջորեն հիմա սկսում են մտածել եւ պատմաբանները եւ հասարակական շրջանակները Գերմանիայի դերի մասին այդ հանցագործության մեջ։ Սա նույնպես կարևոր հանգամանք է, որը իմ կարծիքով դեռևս չի ստացել իր վերջնական գնահատականը առաջին հերթին գիտնականների, պատմաբանների կողմից։ Այնպես որ Գերմանիայում հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին որոշակի գործընթացներ են տեղի ունենում, որոնք տեսնենք ինչ ավարտ կունենան։ Եվ ըստ ձեզ, այսինքն փաստորեն Գերմանիան կարելի ասել, որ քաղաքական շրջանակները եւս հասարակական տրամադրությունները պատրաստ են բարձրացնել արդեն իսկ ճանաչման խնդիր առաջադրել։ Ես կարծում եմ դեռ ոչ։ Դեռ պետք է մենք սպասենք, որ եւ կառավարող քրիստոնյա-դեմոկրատական միությունը եւ այլ քաղաքական ուժերը մեծամասնությամբ կհասնեն այն գաղափարին, որ պետք է հստակ իրենց դիրքորոշումը արտահայտեն։ Դեռևս այս գործընթացը կարելի ասել ամենանախնական փուլում է գտնվում եւ ինչ ընթացք ունենա դժվար է դեր ասել, բայց ամեն դեպքում ինչ որ նոր մոտեցում Գերմանիայում հայոց ցեղասպանության ճանաչման բնագավառում ես տեսնում եմ։ Արդյոք Էրդողանի կեցվածքը թույլ է տալիս եզրակացնելու, որ Թուրքիայի համար արդեն մեկնարկել է 100-ամյակին ընդառաջ սև քարոզչության այդ գործընթացը։ Ոչ միայն Էրդողանի այդ այցի ժամանակ դա երևաց, այլ ավելի վաղ, մասնավորապես Դավուդօղլուի Երևան կատարած այցի եւ ավելի շուտ այցից հետո նրա հայտարարությունների, այսպես հայտարարություններից պարզ էր դառնում, որ ըստ էության Թուրքիան մեկնարկել է իր քարոզչական, սև քարոզչական, ես կասեի,
կամպանիան հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին։ Այո, դա գործում է արդեն, կարելի ասել Թուրքիայում։ Այս կոնտեքստում որքանով է ըստ ձեզ կարևորվում ներթուրքական զարգացումները, որոնք հստակ է, որ ավելի շատ դեպի լարման են միտված։ Այո, միանգամայն համաձայն եմ, Թուրքիայում ներքին քաղաքական զարգացումները միանշանակորեն ապացուցում են այն եզրահանգումը, որ այս տարի Թուրքիայի համար կլինի 14 թվականը Թուրքիայի համար կլինի ներքին քաղաքական լարումների տարի, եւ դա կապված է Գյուլենի շարժման հետ Էրդողանի եւ նրա կուսակցության այդ հակամարտության մեջ, որը գնալով ավելի սրվում է, եւ դա կապված է ընտրությունների հետ եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ նախագահական, եւ դա կապված է այն ձգտման հետ, որ արտահայտել է Էրդողանը, որ ինքը կփորձի փոփոխություններ մտցնել սահմանադրության մեջ։ Եվ իհարկե քրդական գործոնը, որը կարծես թե հաջողվում է Էրդողանին եւ նրա թիմակիցներին այսպես պահել ոչ լարված վիճակում, ամեն րոպե կարող է այդ գործոնը, քրդական գործոնը սրվի, ակտիվանա քրդական շարժումը Թուրքիայում, սա նույնպես պետք է հաշվի առնել։ Սա ներքին քաղաքական զարգացումներ է Թուրքիայի, իհարկե Թուրքիայի արտաքին քաղաքական զարգացումները բավական կարելի ասել լարված են, ինչ առումով, որ Թուրքիան ներգրավելով այն արկածախնդրական քաղաքականության մեջ, որը նա վարում է Մերձավոր Արևելքում եւ մասնավորապես Սիրիայում, ստացավ բավական ծանր հարվածներ։ Դա եւ կարելի ասել այն է, որ Թուրքիայի տարածքի վրա հիմա գտնվում է մոտ 800,000 փախստական Սիրիայից, եթե ոչ ավել։ Դա այն է, որ Թուրքիան իր սահմանի վրա ստացավ ինքնավար քրդական կազմավորումներ, որոնք ակնհայտորեն համագործակցում են քրդական շարժման հետ եւ ընդհանրապես Մերձավոր Արևելքում եւ Թուրքիայում։ Այնպես որ դրա համար ես որ ասեցի քրդական գործոնը դեռևս, այսպես ասած, շատ թե քիչ կարողանում են իշխանությունները պահել կառավարելի վիճակում, ամեն րոպե կարող է այս իրավիճակը փոխվել։ Եվ սա Թուրքիայի արկածախնդրական քաղաքականության արդյունքն է Սիրիայում։ Բացի դրանից Թուրքիայի հեղինակությունը արաբական երկրներում, արաբական աշխարհում բավական թուլացավ, ընկավ, մասնավորապես թուրք-եգիպտական հարաբերությունները, Եգիպտոսի նման երկիր արաբական աշխարհի առաջնորդ երկրներից, որը ինչպես գիտենք նույնիսկ արտաքսեց Թուրքիան ստիպված էր դեսպանին հետ կանչել Եգիպտոսից եւ որպես արդյունք թուրք-եգիպտական հարաբերությունների սրման մենք տեսնում ենք, որ Եգիպտոսում սկսում է քննարկվել հայոց ցեղասպանության հարցը բավական լայնորեն եւ մամուլում եւ հասարակական եւ քաղաքական շրջանակների կողմից։ Այնպես որ ես բազմաթիվ անգամներ վերջին տարիների ընթացքում բնութագրել եմ Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում որպես արկածախնդրություն եւ հիմա մեկ անգամ եւս դա կրկնում եմ, որտեւ այս քաղաքականության նպատակն էր ստրատեգիական առումով Թուրքիայի հասնել տարածաշրջանում Մերձավոր Արևելքում առաջնորդի դերակատարման, բայց Թուրքիան անտեսեց իր հնարավորությունները եւ փորձեց շատ արագ հասնել այդ նպատակին։ Դրա համար ինքը մտավ տարբեր տեսակի արկածախնդրությունների մեջ, օրինակ ինչպես Սիրիայում։ Եվ դրա համար հիմա նա իր ղեկավարների եւ Դավուդ Օղլուի արտաքին քաղաքականության ղեկավարը եւ վարչապետ Էրդողանի այս արկածախնդրության համար իր պատասխանն է ստանում։ Սա է իրականությունը։